Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, որ ասում եք Տերը ողորմած է, սա շատ կարևոր է, որ մենք իրոք հասկանանք, որովհետև դա Տիրոջ ողորմությունն է, որ ես այսօր այստեղ կանգնած եմ։ Եվ Տիրոջ ողորմությունն է, որ մենք բոլորս այստեղ ենք։ Եվ այսօր մի քիչ ավելի ինձ դժվար կլինի իհարկե, որովհետև եւ Դավիթ եղբայրն է այստեղ։ Եվ ճիշտ է, մենք լավ հարաբերություններ ունենք իրար հետ, բայց գիտեք, մի հետաքրքիր մի բան կա, մի անգամ ծնողները ինձ կհասկանան, մեկ-մեկ մենք մեր զավակների վրա զայրանում ենք։ Հա, ինչ որ մի բան ենք տեսնում, որը միայն ծնողն է տեսնում, եւ դա մեզ բարկացնում է։ Մի օր որդորը տես բարկացած է այդ օրը, եւ այդ օրը մի երկու եղբայրներ տես կողքից մոտեցան, ասում են. «Ախր շատ լավ տղա ես, էլի շատ լավ տղա», ու ես չդիմացա համընկավ ոնց որ, հա, այդ իմ բարկությունը, այդ իր սխալի վրա եւ այդ եղբայրների հետ մոտենալ, մեկը չէ, մի քանի հոգի մոտեցան եւ ես եղբայրեն կանգնեցրեց, ասեմ, ինչ հիմքի վրա եք դուք նրան ասում լավն է։ Ես խնդրում եմ հիմնեք, ասեմ, չէ որ ես հայր եմ, ես ավելի լավ գիտեմ, հա, ինչն է ինձ բարկացնում։ Ջորջան, Աստված ավելի լավ գիտի։ Եվ մի ֆիլմ կարող եք չնայել, ուղղակի այդ ֆիլմը շատ հետաքրքիր է, որտեղ որ Կլայվ Լյուիսը եւ դոկտոր Ֆրեյդը, կոչվում է Պո Ֆրեյդը, այնտեղ իրար հետ զրույցի ժամանակ այս Ֆրեյդը Լյուիսին ասում է. «Լսի, ասում է, ինձ հետաքրքիր չէ այն ինչ որ դու ինձ պատմում ես։ Ինձ հետաքրքիր է այն ինչ ինձանից թաքցնում ես»։ Եվ երբ որ ասեց, ես այս խոսքերը ինձ մեջ հնչեցին, ինչպես Աստված է ինձ հետ խոսում, հիմա։ Եվ վերագրելով այս խոսքերը Աստծուն, Աստված ասում է, եւ դա իրականում Աստվածաշունչն է մեզ դա ասում, որ ինձ հետաքրքիր չի այն ինչ որ դու ցույց ես տալիս։ Այն ինչ որ տեսանելի է, ինձ հետաքրքիր է այն ինչ որ դու թաքցնում ես ինձանից։ Իհարկե մենք մտածում ենք, որ թաքցնում ենք, բայց իրականում բոլորս էլ լավ գիտակցում ենք եւ հասկանում ենք, որ Աստծո անհնարին է որևէ մի բան թաքցնել։ Եվ կարծես թե այս հիմա վերջի օրերն են տարվա, ամսի, այսօր ամսի քանիսն է, չեմ հիշում, 21-ը, հա, այսօր 21-ն է։ Մոտորապես ամսի 25-ին, չգիտեմ, այս տարի ոնց է, հрьяաները մի տոն են տոնում, որը կոչվում է Խանուկի։ Խանուկին դա լույսի տոն է, եթե Խանուկին նշանակում է շատ լույս, լույսի տոն։ Տեսել եք երբ Խանուկի մոմեր են, որտեղ 9 մոմ են, մեկը չենք հաշվում, որովհետև 8 մոմ են, այդ մեկը կպչիչն է, որ կպցնում են, ասեք վառում է։ Ամեն օր մի լույս են վառում։ Ինչու՞։ Որովհետև դեկտեմբերի վերջի օրերին ամսի 25-ից սկսած 8 օր շարունակ խավարը ավելի է շատանում։ Այսինքն մութը խավարի ժամանակը օրվա ընթացքում ամեն օր շատանում է, մինչև 8 օրը, 8 օրից հետո սկսում է մի բան։ Բայց մենք բոլորս հայտնի է, ինչպես նաև օրը ապրում ենք ցերեկը, հա, մենք գիտենք, որ հեսա գիշերերն են ու գիշերից հետո նորից ցերեկ է գալիս, նույն է տարվա ընթացքում մենք գիտենք, որ այս տարի հեսա կվերջանա, մյուս տարի նորից կսկսի, նորից արև կծակի, նորից ամեն ինչ կկանանչի եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց երբևիցե մենք մտածում ենք, որ աշխարհը մի օր վերջ կլինի։ Եվ այլևս երբեք այդ process-ները չեն լինի։ Որպես քրիստոնյաներ մենք հաճախ պետք է դրա մասին մտածենք։ Աշխարհի վերջի մասին։ Ճիշտ է, հիմա կասեք, լավ օրերի բան։ Այս ուրախ Սուրբ Ծննդյան, լավ ինչ որ մի լավ բան, բայց ես այսօր մի քիչ ավելի Դավիթ եղբայրը թույլ է տվել, ասեմ, կարելի է մի քիչ խիստ խոսեմ, ասել, հա։ Փառք Տիրոջը նման եկեղեցի համար, նախ Դավիթ եղբայր, շատ շնորհակալություն, որ դա հովիվի համար մեծ, գիտեք, գերանելություն է, երբ որ հովիվը ասում է իմ հոտը ականջ ունի լսելու։ Գիտեք, սա շատ կարևոր է այսօր, որովհետև եղել է եկեղեցիներ, որ ես գնացեմ ինձ ասեն, լսի, խնդրում եմ էլի շատ մեղքի մասին հանկարծ չխոսես, շատ խիստ չխոսես, հա, խնայելով ժողովրդին, բայց գիտեք ինչ, կարծում են թե խնայում են։
Կարծում են թե խնայում են։ Ուրեմն Դեվիդ Վիլքերսոնը մի հետաքրքիր պատմություն է պատմում։ Ասում է մի օր ծառայության ժամանակ ծառայությունից հետո մի երիտասարդ մոտեցավ եւ ասում է ասպես բացելով իր զգեստը ցույց տվեց, որ իր մարմինը 80% այրվածք ուներ։ Եվ ասես մի պատմություն պատմեց, ասեց ես աշխատում եմ այդ նիֆտինի բաշնյաներ կան, որտեղից նավթ են անում, նավթային աշտարակներ, հա։ Սա այդտեղ աշխատում է եւ մի օր ասում նստած իմ ընկերոջը Աստծո ավետարանում է քարոզում եւ հանկարծ երրորդ մի մարդ, որը լսեց, որ ես ավետարան եմ քարոզում, շատ ուժեղ բարկացավ եւ ինձ ասեց այլևս այստեղ նման թեմաներից չխոսես։ Ես ասում եմ հենց նույն օրը այդ աշտարակը վառվեց։ Պաժար սկսվեց։ Հրդեհ սկսվեց եւ բավականին շատ մարդիկ դժվեցին եւ այդ նույն տղան էլ այդ հավատացյալ տղան ինքն է դժվեց 80% այրվածքներ ստացավ, բայց ասում եմ ես տեսա այդ անznավորությունը, որը ինձ բարկացել էր եւ ինձ արգելել էր քարոզելը, ես տեսա ինքը արդեն մեռնում է, այրվածքից մեռնում է։ Եվ երբ որ մոտեցա, ասում եմ զգացի, որ ինքը դեռ ողջ է եւ մոտենալով նրան փորձեցի նրան լսել, որովհետև նա ինչ որ բան էր ուզում ասել ինձ։ Ասում եմ, երբ որ մոտեցա, մտածում էի, ինչ որ մի հոգևոր բան պիտի ասի, հա։ Երևի թե բոլորս ես էլ եմ սպասում, որ հեսա պիտի ասի կներես ինձ, ես խնդրում եմ աղոթիր կամ հա ինչ որ մի բան։ Բայց ասում եմ, երբ որ ես մոտեցա այդ երիտասարդին, որը այրված եւ մահանում էր, վերջի խոսքերը նրան այսպեսին էին, ասեց. նայր իմ քիթը հո չի վառվել։ Գիտեք, մարդը ամբողջությամբ վառված մտածում էր իր քթի մասին։ Ծիծաղելի է, չէ՞։ Մահվան, կյանքի եւ մահվան կռիվ տալով մտածում է իր քթի մասին։ Հիմա որ ասում եք ծիծաղելի է, բայց ես այսօր փորձելու եմ ձեզ մատուցեմ մի բան, որ շատերին այսպես արթնացնելու է, որտեվ ցավոք սրտի մենք էլ ամենօրյա մահվան եւ կյանքի կռիվ տալով հանդերձ մտածում եք ավելորդ բաների մասին, որոնք ծիծաղելի են Աստծո համար։ Եվ մի փոքրիկ պատմություն, որը նկարագրված է Ղուկաս ավետարանում, Աղքատ Ղազարոսի առակը։ Ճիշտ է, գրված է առակը, բայց շատ աստվածաբաններ եւ շատերի կարծիքով սա առակ չէ։ Սա Հիսուսը պատմում է պատմություն, կոնկրետ պատմություն։ Եվ ասում եմ մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում եւ ամեն օր շքեղ խնջույք էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար Ղազարոս անունով։ Ուրեմն ոչ մի առակներում Հիսուսը անուններ չի տալիս։ Այստեղ Հիսուսը կոնկրետ ասում է մի աղքատ մարդ է կար, եթե այսպես ասենք, Հիսուսը այսպես է ասում, հա, լսարանին ասում է, հիշում եք նաեւ այն աղքատ Ղազարոսին անունով, հա, սրանից շատ եզրակացնում ենք, որ սա իրական պատմություն։ Ղազարոս անունով, որ վերքերով ծածկված նրա դրան առաջ ընկած էր եւ ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից։ Շներն էլ գալիս են լիզում նրա վերքերը։ Ես կարդում եմ նոր Արարատ թարգմանությունը, հա, շատ նման են իրար։ Ընդհանրապես Արարատ թարգմանությունը ամենալավն է ինձ համար։ Եվ գրված է, որ շներն է գալիս են լիզում են նրա վերքերը, երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգ տարա, հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ Ուզում եմ մի բան այստեղ մի առանձնացնեմ այս պատմությունը երկու մասի։ Մի մաս, որը տեսանելի է, այսինքն Հիսուսը պատմում է, հիշում եք աղքատին կամ այն հարուստին, որը բոլորս է յուրաքանչյուր մարդ, եթե ճանաչեր իրաց, կտեսներ եւ խնդիր չկար։ Բայց կա մի ուրիշ մաս, որը հոգևոր է եւ միայն Աստված գիտի։ Եվ Աստված Հիսուսն ասում է, եւ երկուսն են մեռան, всё, մենք այստեղից մաքսիմում տեսնում ենք մարդուն փոսը դրեցին, դրանից հետո մենք ոչինչ չենք տեսնում։ Բայց մեկը ասում է գնաց Աբրահամի գոգը, մեկն է դժոխք։
Ժորժան, գիտեք, եթե հարցնեմ, ասեմ, Աստված մեզ ինչից է փրկել։ Օրինակ, հարց։ Ով է փրկված։ Կամ ասեմ մարդիկ փրկված։ Ինչից ենք փրկված։ Դժոխքից։ Ճիշտ պատասխանը նաև մեղքից։ Հա, բայց մենք գիտենք, որ մեղքի վարձքը մահն է։ Այդ այն մահի մասին չէ, երկրորդ մահի մասին, դժոխքի մասին։ Աստված մեզ դժոխքից է փրկել։ Ես մեկ պետք է դժոխքի մասին խոսել։ Որովհետև մարդիկ չեն հասկանում Աստված իրանց ինչից է փրկել։ Մենք Աստծուն շատ ենք սիրում։ Շատերս շատ ենք սիրում, ես էլ, որ ինքը մեզ համար որոշակի բաներ ա արել։ Հրաշքներ ա արել, օրինակ ինձ փրկել է։ Մարդիկ կան այնց հրաշալի բժշկություն, այնպիսի պատմություններ են պատմում, հա, նյութական ինչ որ, ես ինչ որ հրաշքներ պատմեմ, փառք Աստծո, որ դրա համար սիրում եք։ Բայց ամենակարևորը, որ ասում մենք պետք է սիրենք, դա նա է, որ գիտակցենք, որ նա մեզ դժոխքից է փրկել։ Մահից փրկել է։ Այսօր մենք եկեղեցում խոսում էի, ասում էի, այս հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, հա ինչա, պետք է եկեղեցի գան, որ փրկվեմ։ Եղել է Դավիթ եղբայր։ Ասում եմ, չէ, պիտի եկեղեցի չգաս, որ փրկվես։ Դու փրկված ես եւ այդ պատճառով եկեղեցի ես գալիս։ Տարբերություն կա, չէ՞։ Միայն դա է մեզ, որ եկեղեցի է բերում։ Եվ մենք տեսնում ենք Հիսուսը խոսում է մեկի մասին, որը փրկվեց, մյուսի մասին է, որ դժոխք գնաց։ Երբ որ եղբայրս նոր մի քիչ բան խոսած, Սամոսից կարդաց, ասեց լույսը։ Ես ասում եմ, նա մեր լույսն է, մեր հույսն է եւ մեր նամուսն է։ Համահունջ է։ Հա? Մենք գիտենք, որ գրված է նաեւ, որ խավարի մեջ նստած ժողովրդի համար լույս ծագեց։ Բայց բացի խավարից կա նաեւ մահվան ստվեր։ Կարդացել եք, չէ՞։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնամ, ուղղակի ուզում եմ դուք հասկանալ։ Կա խավար, որը բացարձակ խավար է, մութ, որ մտնես, այսպեսի մի հասկացողություն կա, հա, գիտության մեջ, սև կատուն, սև մութ սենյակում, այսինքն անհնարին է որևէ բան տեսնել։ Իսկ կա ստվեր, լուչ, քույրս որ Սաղմոս 91-ը որ կարդում էր, հա, այնտեղ ասում բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ է հանգչում։ Այդ շուքը, այս շուքը չի, այս ծենը չի, այս բանը չի, հասկանում եք, չէ՞։ Նա ուրիշ իմաստով ասում, այսինքն Աստծո թևերի տակ պաշտպանված լինելով հանգստանում է։ Բայց մահը ունի ստվեր։ Մահվան ստվեր, ինքը խավար չի, բայց որևէ մի բան խանգարում է ինձ, Աստծո լույսը բացարձակ ինձ վրա ծագի։ Եվ ստվեր է գցում ինձ վրա։ Եվ շատ այդպիսի ստվերներ կան մեր կյանքում, որոնք խանգարում են մեզ, որովհետեւ մենք մեր փրկությունը կատարյալ ունենանք։ Շատ բաներ կան մեր կյանքում։ Եվ այստեղ շարունակությունը կարդում եմ։ Եվ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգ տարան, հարուստն մեռավ ու թաղվեց։ Եվ դժոխքում, տեսնում եք այդ բառն օգտագործած։ Երբ որ մենք ասում ենք դժոխք, շատ ժամանակ մեզ համար անհասկանալի է, ինչ է դժոխքը։ Որտեղ է կամ դժոխքը։ Դե պարզ է, որ հին աշխարհը մտածել են, որ երկրի ընդերքում է դժոխքը, բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես չի։ Եվ ընդհանրապես դժոխքում ինչպիսին է ներծավ։ Այն ինչ որ մենք պատկերացնում ենք, ասենք կրակ։ Կրակ մենք պատկերացնում ենք, կրակը այսօր դա ինչ որ քիմիական process է։ Ֆիզիկա-քիմիական process է, որը անհնարին է համեմատել այն ինչ որ դժոխքում ալնել։ Երբ որ մենք խոսում ենք խավարի մասին, այն խավարը ամենամեծ խավարը, ամենախիստ, ամենախիտ խավարը, այն ինչ որ մենք կարանք այսօր այս աշխարհի մեջ տեսնենք, այդ դժոխքի խավարի հետ եթե համեմատեք, դա մի լավ լուսավոր արևածագի նման մի բան է։ Անհամեմատելի է։ Եվ այն տանջանքները, այն ցավերը, որը դժոխքում են լինելու, անհամեմատելի է այն ցավերի եւ տանջանքների հետ, որ այսօր մարդիկ ապրում են։
Եվ տեսեք, եւ դժոխքում ինչ տանջանքների մեջ էր բարձրացրել իր աչքերը հերվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին են նրա գրկում։ Նա հաղակեց ու ասեց. Լսեք, այս աղաղակը տեղ չի հասնում։ Հիսուսը սա բացատրում է մեզ, որ մենք մի բան հասկանանք։ Լսեք, այս Սաղմոս 107-ում էր, կարծեմ, չգիտեմ, այնտեղ գրված է նաև այսպիսի խոսքեր, որ երբ որ մենք աղաղակենք, Աստծուն նա կլսի մեզ։ Եվ կգա եւ կազատի եւ կփրկի մեզ, հենց մահվան այդ շուքից եւ այլն եւ այլն, հա, խավարից կհանի։ Այստեղ այս աղաղակը ոչինչ չի փոխում մարդու կյանքում։ Եվ մենք տեսնում ենք հետեւյալ խոսքերի մեջ դրա ապացույցը։ Ու ասած, ասում է հայր Աբրահամ, ողորմիր ինձ եւ ուղարկիր Ղազարոսին, որ իմ մատի ծայրի ջրով թրջի եւ լեզուն իմ լեզուս հայովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում են։ Այնքան հետաքրքիր է մատի ծայրի մատը թացացնելով, պատկերացեք ինչ ահավոր ցավերի, ինչ ահավոր տանջանքի մեջ է, որ մատի ծայրով նույնիսկ ինքը կբավարարվի դրանով։ Այսինքն ինքը ուզում է ամենամինիմալը, չէ՞։ Ինքը ցանկանում է ամենամինիմալը։ Եվ իսկ Աբրահամը նրան ասում է. Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում։ Իսկ Ղազարոսն էլ չարիքները հիմա սա այստեղ մխիթարում է, իսկ դու տանջվում ես։ Տեսեք, եւ ասում է, լսի, դու հիմա մինիմալն ես ուզում, բայց մաքսիմումը դու ունեցել ես կյանքի ընթացքում։ Քո կյանքի բոլոր բարիքները այնտեղ դու վայելել ես։ Հիմա Ղազարոսը այստեղ ինքն է ստանում այն, ինչ որ պետք է ստանա։ Այստեղ մի երկու բառ ցանկանամ խոսամ ձեզ հետ։ Ինչ էր ստացել Ղազարոսը իր կյանքի ընթացքում։ Գրված է, որ նա դապրասների մոտ, հարուստի դռան մոտ պարկած էր եւ իր ցավերով, իր վերքերով միակ հաճույքը նա որ վայելում էր, դա գիտեք որն էր, որ շները գալիս են իր վերքերը լիզում եւ հանգստացնում։ Միակ հաճույքը։ Եվ նրա միակ ցանկությունը այս աշխարհից, որ գոնե այդ հարուստի սեղանի որոշակի շրանքներ, մնացորդներ իրան հասնեն եւ ուտի կշտանա։ Այսօր եթե դու նման մարդու տեսնես, հաստատ չես մտածի, որ ինքը փրկված կամ օրհնված մի անձնավորություն է։ Ընդհակառակը, այսօր մեզանից շատերը տեսնելով են հարուստին եւ նրա սեղանի շքեղությունը կմտածեք, որ ինչ օրհնված եղբայր է։ Աստված ինչ օրհնել ես մարդուն, առանց հասկանալու, որ ինքը դժոխքի արժանանալու։ Իսկ այն Ղազարոսը, որի կողքով անցնել ես, նույնիսկ կարող է երեսին չնայես, մտածելով, որ անիծվածի մեկն է։ Նա կհայտնվի դրախտում։ Բայց նույնիսկ դժոխքում հարուստը փորձում է նորից, տեսեք, ասում է, Ղազարոսին ուղարկի, ասա սենց անա, կամ սիրում է հրամայելը, որովհետև իր ամբողջ կյանքում ինքը դրա մեջ չի եղել, գիտեք, չէ, որ հարուստ ես լինում, մի տեսակ սիրում ես հրամայելը, ու հետաքրքիր է, բոլորն էլ քեզ հնազանդում են, ինչու։ Հենց աղքատանում ես, մեզ քեզ բարի տեղ տնող չկա։ Էլ ոչ մեկին պետք չես։ Հələ իրանք են, որ այդտեղ մուննատ գալիս։ Առաջ դու էր մուննատ գալիս, հիմա իրանք են քեզ վրա մուննատ գալիս։ Սա կյանքի օրենքն է։ Սա բոլորը շատերը հասկանում են, բայց հասկանում են այն ժամանակ, երբ որ կորցնում են։ Եվ այսպես մյուս տեղում Աբրահամն նրան հիշեցնում է, ասում է, լսի, հիշիր քո անցյալ օրերը։ Եվ դրանով մխիթարվի, բայց դա չէր մխիթարում իրան։ Եվ այդ բոլորից բացի մեր ու ձեր մեջ միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսի այստեղից ձեր մոտ
անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նորից մի բան այդ անդունդի մասին, որը անհնարին է, այսինքն անփոփոխ է, կամ նեղ ես գտնվում, կամ այնտեղ։ Չի կարելի հույս ունենալ, նորից ես սկզբից խոսեցի, որ Աստված ողորմած է, ցավոք սրտի, այսօր մարդիկ կան, նո լավ, ավելի սեղես է կարամ պարզ խոսալ, մայրը, ինքը հավատացյալ կինա, լավ կինա, բայց իր որդին մեղքերի մեջ է։ Եվ ինքը մտել է մի ուսման մեջ, մխիթարություն ա փնտրում, ասում է, ոնց Աստված այնքան բարի է, որ իմ որդին նույնիսկ մեղքերով որ ապրի, միևնույն այն կփրկվի։ Լսել եք երևի նման ուսում կա։ Չեք լսել, որ Աստված այնքան բարի է, որ ոչ ոք չի կորչի։ Բոլորին կփրկի Աստված։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Հիսուսը խոսում է մի բանի մասին, որ մեզանից մենք չենք կարող դա տեսնել, իմանալ, բայց Հիսուսը մեզ ասում է, որ այնտեղ անդունդ կա եւ անանցնելի է, որ չես կարող ոչ այս կողմ, այն կողմից այս կողմ, ոչ էլ այն կողմից այս կողմ անցնել։ Եվ ասաց, ուրեմն աղաչում եմ, այս հարուստի խոսքերն է, ուրեմն աղաչում եմ, հայր, որ դրան իմ հոր տուն ուղարկես, էլի Ղազարոսին, սիրմա չէ, հրամայել է, ասում է, թող ջուր բերի, հետո չի ստասում, ասում է, դե լավ, որ ջուր չի բերեմ, թող ես անի։ Իմ հոր տուն գնա, որովհետև ես 5 եղբայր ունեմ, թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքին այսվարը չգան։ Ինչ սրտացավություն եղբայրների համար։ Հիմա ես կանդրադառնամ դրան։ Աբրահամը նրան ասաց, նրանք Մովսեսն ու մարգարեներն ունեն, թող նրանց լսեն։ Իսկ նա ասաց, ոչ հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա կապաշխարեն, եւ նա նրան ասաց, եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի։ Աբրահամը մի պարզ բան ասում։ Հարություն առնելը դա ինչ է, հրաշք։ Ճիշտն ասած ես լսել եմ, որ չգիտեմ, դուք լսել եք, որ մարդիկ կան, որ մեռելների համար աղոթում են եւ հարություն են առել։ Հա, լսել եք։ Հա, չէ, դուք լսել եք, Դավիթ եղբայր, տեսել ես, բայց ես էլ չեմ տեսել, շատ եմ ուզում տեսնեմ։ Հա, կարող է, ես էլ եմ, ես հավատում եմ։ Հա, ես էլ եմ հավատում։ Ամեն, ես էլ եմ հավատում։ Չեմ տեսել, բայց շատ եմ հավատում։ Աբրահամն ինչ է ասում։ Ասում է, որ Մովսեսն ու մարգարեները, լավ, մեր խոսքերով ասում։ Ասում է, ավետարանը այսօր ձեզ բավական է, մի փնտրեք հրաշքներ։ Որովհետև մարդը ոչ թե հրաշքներով է փրկվում, այլ ավետարանով։ Բարի լուրով, որ հասնում է մարդու սրտին։ Եվ ընդհանրապես հրաշքները եւ այդ ազատագրումները, հարություն առնելը մեռելների եւ այլն, որը պարգևների գործողությունն է եկեղեցում, դա եկեղեցու շինության համար է, դա փրկության վրա ընդհանրապես չի ազդում։ Դա տրված է, որ եկեղեցին եկեղեցու շինության համար։ Ուրիշ ոչ մի բան, մարդկանց զարմանցնելու համար չի։ Շոուներ կամ ինչ որ բաներ տես ցիրկ անելու համար չի դա տրված։ Բայց ուզում եմ մի բան ձեզ, մեր ուշադրությունը գրավում մի բանի մեջ։ Այս հարուստի խոսքերը։ Ինչ ասում, ասում է, խնդրում եմ այդ Ղազարոսին ուղարկի մեր տուն, որովհետև 5 եղբայր ունեմ։ Ես ուզում եմ ձեզ հարց տամ։ Ուղղակի սրա մեջ, այս խոսքերի մեջ, գիտեք ինչ կա, այսպիսի բողոքի խոսքեր են սրանք։ Կարծես թե այս հարուստը ասում է, լսի, Աբրահամ, ես չեմ իմացել, որ դժոխքը գոյություն ունի։ Որ իմանայի, կյանքում այստեղ չէի գա։ Գորե մարդ ուղարկի, թող իմ եղբայրներին զգուշացնեն, որ այստեղ չհայտնվեն։ Այդպես է, չէ՞ հնչում այս խոսքերը։ Կարծես թե նա բողոքում է եւ ասում է, լսի Աբրահամ, այդ մարգարեները, որ ասում ես բավարար են, բայց նրանք ինչ չեն ասել, որ դժոխք կա։ Ժողովուրդ ջան, դա վերաբերում է նաեւ Աստծո ծառաներին։
Մեր պարտականությունն է մարդկանց զգուշացնել, որովհետեւ Ղազարոսները նեղ բողոքների գիրք բողոքներ չբարձրացնեն։ Կներեք հարուստները, կներեք։ Որովհետեւ հարուստները երկնքում չբողոքեն, որ ինձ ասող չի եղել։ Որովհետեւ դա այնքան ռեալ է, այնքան բան է, որ մարդը հայտնվելով նեղ հանկարծ սկսել է գիտակցել, վայ, խի իրական դժոխ գոյություն ունի։ Ես կարծում եմ այդ հարուստը լավ էլ տեղյակ էր։ Լավ էլ գիտեր, բայց իր հավատքը այդքան չէր, կատարյալ չէր, գործեր չուներ, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մեր հավատքը նաև գործեր ունենա։ Նույն Կլայվ Լյուիսը, երբ որ դժոխքի մասին ինքը մի բան ունի, այնտեղ մի այսպիսի արտահայտությունը շատ սիրում եմ, ինքը գրող է միջալից քրիստոնյա, այդ Խրոնիկի Նարնիի բանի հեղինակն է։ Ինքը մի բան ասում է դժոխքի դռները փակեն ներսից։ Ով, ինչ լավ խոսքեր են։ Մարդիկ ապրելով այս կյանքի մեջ, հենց իրանք դժոխքի դռները փակում են ներսից, ոչ ոք դրսից չի կարող բացել։ Մարդը պետք է ներսից բացի եւ ազատվի այդ դժոխքից։ Որպեսզի Հիսուսը ներս գա։ Դժոխքի դռները փակեն ներսից, նույն Կլայվ Լյուիսն է ասում այդ խոսքերը, եւ ես շատ եմ հավանում, եւ ես տեսնում եմ այսօր ինչքան մարդիկ համ դժոխքի դռները ներսից փակել են, այդ բանալն է կորցրել են։ Ինչքան ուզում ես փորձես օգնել, ինչքան կանչում ես, քո ձայնը չի հասնում իրան, որովհետև դռները փակ են։ Շանս չկա։ Հիմա մի քանի բան եմ պատմել ձեզ։ Շատ պրակտիկ բաներ։ Երբևիցե ձեզանից մեկը տեսել է մի նարկոմանի, որի մարմնի վրա այնքան վերքեր կան, շատ բաներ եմ ասել, կներեք ինձ։ Թարախոտ, արյունոտ, բայց միևնույն ժամանակ ինքը իր այդ սրսկելու այդ բանը ձեռքին, իր մարմնին վրասից ագահորեն մանա գալիս, որ ինչ որ միտեղ գտնի եւ սրսկի։ Տեսել եք որևէ մեկը ձեզ։ Ես տեսել եմ։ Տեսել եք մարդու, որ դրսերն ընկած, բոմշ, անտուն, կեղտոտ, արդեն մեռնում է, հազիվ իրան շնչում, բայց ագահորեն բաժակը լցնում է, որ խմի։ Տեսել, գոնե դա տեսել եք։ Հիմա մի բան ասեմ, բոլորը տեսել եք։ Տեսել եք, որ հիվանդին տանում են հիվանդանոց ինֆարկտից հետո եւ այլն, ռեանիմացիայից հետո պարկում է դուրս, բժիշկն ասում է, լսի, կյանքում չփորձես մի ծխախոտ ծխել։ Կյանքում չփորձես մի բաժակ խմես, բայց ինքը շարունակում է դաման։ Կարծում եմ, շատերն են տեսել։ Տեսել եք, չէ՞։ Ինչու է դա այդպես։ Կամ այն նարկոմանը, կամ այդ հիվանդը, ոչ մեկը այդքան էլ չի գիտակցում ինչ է մահը։ Չեն վախենում մահից։ Նրանք կյանքը ընդունել են, բայց չեն հասկանում, որ հաջորդ վարքյանին կարող է մեռնել։ Հիմա մի քիչ ուրիշ բան եմ ասում ձեզ, արդեն հոգևոր դաշտ։ Տեսել եք քույր կամ եղբայր, որ եկեղեցում լինելով սուտ է խոսում։ Իսկ հպարտացող, չարախոսող, գողացող։ Դե հիմա ուշադիր լսեք։ Եթե այդպիսի մարդիկ կան, դու ոչինչով առավել չես, քան այն նարկոմանը, որը իր մարմնի վրա էլ տեղ չունի։ Ոչինչով։ Երկու դեպքերում է մեղքը մնում է մեղք։ Եվ երկուսն էլ դատապարտված են մահ։ Մենք մտածում ենք, թե եթե մենք նարկոտիկ չեմ ծխում, չեմ խմում, ինչ լավ տղա եմ ես։ Ասեք, Հիսուսն ասում է, եթե սրտումդ նույնիսկ վիրավորեցիր կամ ցանկացար, դու արդեն մարդասպան եւ շնացող ես։ Իսկ ի՞նչ է մարդասպանները եւ շնացողների համար հատուկ դրախտում տեղ կա։ Նրանք էլ դժոխքի արժանի են։ Եկ մենք այնքան հետաքրքիր է, մենք այնքան լուրջ չենք վերաբերվում մեր կյանքին, մեր ընթացքին, որովհետև ով որ եղբորը ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում։ Եվ չգիտի,
թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։ Խափված վիճակ է դա, տեղն ասեմ, առաջի Հովհաննեսի 2:11։ Դա սարսափելի կուր վիճակ է, որ մարդ քայլում է կուրացած վիճակում, որովհետև եղբորը, պատկերացնում եք ինչ ասում, ասում է, ով որ եղբորը ատում է։ Ինքը շարունակում է քայլել, բայց ինչպես մի կույր, որ գնում է եւ չգիտի ուր է գնում։ Ամենասարսափելի հավատացյալը ով է։ Գիտեք ով է։ Ամենասարսափելի հավատացյալը դա այն մարդն է, որ անկեղծ մոլորված է։ Որ անկեղծ մոլորված է։ Ինչ է նշանակում անկեղծ մոլորված։ Որ ինքը մոլորված է, բայց ինքը չի գիտակցում, որ ինքը մոլորված է։ Ինքը չի մտածում, որ ինքը մոլորված է։ Ինքը չի պատկերացնում, ես շատ անգամ լսել եմ քույրերից եւ եղբայրներից, ասում են, դե այսքան բաներ ունեմ, այս մի բանն այլ ինչ կլինի։ Դա այն ստվերն է, որը խանգարում է, որ Հիսուսի լույսը բացարձակ ծագի քեզ վրա։ Դա ստվեր է, որը խոչընդոտ է լույսի եւ իմ մեջ։ Խանգարում այս տվերը, դա մահվան ստվեր է, որ իմ կյանքում մահ է սերմանում։ Կարծում եմ էլի մարդիկ կան, որ իրանց մասին նման մտածում են, հա դե ինչ եմ անում, 10-րդը տալիս եմ, ծոմապահություն անում եմ, աղոթում եմ, եկեղեցի գնում եմ, փորձում են օրենքները պահեն։ Խնդրում եմ, կարաք ինձ բացատրեք, ինչի Աստծո խոսքն ասում, Աստված ամբարտավաներին կամ հպարտներին հակառակ է։ Իհարկե, ասում է, եւ խոնարհներին շնորհ է տալիս։ Բայց ուզում եմ այս պահը։ Ով ես դու, որ Աստված քեզ հակառակ կենա։ Դուք մի պահ պատկերացրեք, էլի խնդրում եմ։ Եկեք իրար հետ պատկերացնենք։ Ասում է, նա ով ասեց լույս լինի եւ լույս ծագեց։ Հիմա ինքը ուզում է քո կյանքում ասում է լույս լինի, բայց քո կյանքում լույս չի ծագում, դու հակառակ ես կենում։ Հպարտությունը քեզ թույլ չի տալիս։ Մենք հակառակ ենք կենում, մտածելով, որ մենք ենք հակառակ կենում, բայց երբևէ մտածես, եթե Աստված քեզ հակառակ կենա, ինչ աղնելու քո վերջ։ Գիտեք, որ դժոխքի նկարագրումներից մեկը գիտեք որն է։ Դժոխքը դա մի վայր է, որը հավիտենության մեջ անընդհատ հեռանում է Աստծո ներկայությունից։ Պատկերացնում եք, ինչքան հեռանում է, այնքան ցավալի է։ Դե հավիտենությամբ ինչքան պիտի հեռանա։ Անverջ։ Իմ ջալը ձեր ասում է, եթե փորձես հավիտենությունը բացատրես, թե ինչ է կխելագարվես։ Իրոք կխելագարվելի է։ Հիմա, եթե Աստված քեզ հակառակ է կենում, որ դու հպարտ ես։ Հպարտը ով է, նա չէ, որ միշտ այսենց համան գալիս։ Հպարտ մարդը, արանք մի քանի տեղ բան ասեմ ձեզ, հպարտության մասին։ Հպարտությունը, հպարտ մարդը, ինքնավար անձ եմ, ես ինքս ինձ, ինքնավար եմ, ինքնավար ռուսերեն չեմ ոնց է, ինքնավար հանրապետություն, ինքնավար, ավտոնոմնի, ապրես, չէ ճիշտ է, ավտոնոմնի, ճիշտ բառը ավտոնոմնի, ինքնավար, ես ավտոնոմնի եմ, ես ինքս եմ, միևնույն ժամանակ հավատում ես, որ Աստված կա, միևնույն ժամանակ դու եկեղեցի գալիս ես, գլխավոր գործող անձը ես եմ, անձի կենտրոնը իմ եսն է, եւ ես եմ, որ ծոմ եմ պահում, ես եմ, որ 10-րդ եմ տալիս, ես եմ, որ եկեղեցի եմ գալիս, դա հպարտ մարդ է, խոնարհ մարդը, ով Աստված շնորհ է տալիս, խոնարհ, համեստ, հեզ, Հիսուսն ասում է, ինձանից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Լսել եք, չեմ ուզում անդրադառնալ։ Որը Աստծո լույսը արտացոլում է իր միջոցով։ Ով է լսել պրոյեկցիա բառը, կամ եկեք պրոյեկտոր։
հա ձեզ չունեք։ Պրոյեկտը այդ գործիքը որ կա, ինչ գործիք է։ Նրա մեջ դրած է լամպը, որը լույս է արձակում, եւ ինչ որ լույս արձակում է եւ ինչ որ ինֆորմացիա իր դեմը, այսինքն պրոյեկցիա է։ Հիմա խոնար մարդը նա Աստծո պրոյեկցիան է այս աշխարհի մեջ։ Եվ ես ոչ թե դու ես եմ, այլ Աստված է իմ միջոցով։ Ես տանում եմ մարդուն խոնարհության։ Եվ այդ խոնար մարդկանց Աստված շնորհ է տալիս։ Իսկ ամբարտավաններին հակառակ է։ Հիմա պատկերացնում եք ինչ սարսափելի մարդ վիճակում կլինի, երբ որ Աստված նրան հակառակ է։ Եվ Աստծո խոսքը շատ հետաքրքիր, շատ կտրուկ, ցավոք սրտի մենք շատերս այս մասին չենք մտածում։ Աստծո խոսքը Հիսուսը իր բերանով ասում է, որ շատ քչերն են փրկվելու։ Թե չէ։ Ձեր գրքում այդպես ասում է, թե չէ։ Լավ, օրինակներ բերեմ։ Օրինակ նույն ժամանակ քանի հոգի փրկվեց։ Հա? Ղովտի ժամանակ, չէ, 4 հոգի, հա, 8։ Ղովտի ժամանակ 4, հա? Քանի հոգի։ Վերջը, կապ չունի։ Դե մաման էլ փրկվեց, հետո քար դարավ, հա։ Մենք էլ լսեք։ Ուրեմն Հուդայի գրքում, եկեք այդ մասը ես միայն բան կարդամ ու առաջ։ Հուդայի 1:5-ում։ Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ Հուդայի 1:5։ Թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց եւ հետո անհավատներին կորստի մատնեց։ Ինչ հետաքրքիր է, ոնց Աստված Եգիպտոսից մարդկանց փրկեցիր, այդ բանից հանեցիր, բերեցիր, որ կորստի մատնես անհավատներին։ Էս ի՞նչ է կատարվում։ Ինչ անարդարություն է։ Ուրեմն, որպես այս տեքստը հասկանաք, նորից հիշեցեք խավարից եւ մահվանց տվեր։ Աստված խավարից հանեց, բայց դեռ տվերը Եգիպտոսից դուրս եկած մարդկանց սրտում շարունակում էր մնալ։ Եվ գիտեք, այստեղ երբ որ կարդում եք, ոչ թե անհավատներին, որոնք հակառակ են կենում Աստծո խոսքին, այլ գիտեք ում այս բառը, որ այստեղ օգտագործված է, ինքը նշանակում է մի քիչ թերացած, մի քիչ շեղված, մի քիչ մոլորված, մի քիչ աննշան, որը մեծ վտանգավոր է։ Ես հիշում եմ ժամանակին Ջոն Բիվերը մի հետաքրքիր բան ուներ, քարոզ ուներ, ասում էր, եթե ինքնաթիռը, երբ որ սկսում է թռնելը, հա, եւ հանկարծ մի փոքր աստիճան շեղվի իր պունկտ նազначենից, մինչև հասնի այնտեղ, ինքը ոչ թե մի աստիճան շեղված կլինի, այլ ինքը ընդհանրապես մոլորված կլինի։ Գիտեք, մենք միշտ մտածում ենք, դե մի փոքր մեղք կա, ինչ է, մի փոքր, ինչ է, այսքան գնում եմ եկեղեցի, ժամերով աղոթում եմ, բան, մանավանդ են, որ շատ են բան են, փող բերում են եկեղեցի, բան, հարուստ եղբայրներ կան, չէ։ Մտածում են իրանք արդեն առել են այս ամեն փրկությունը, վсё, ջեբրները դրած է։ Եղբայրներ կապ չունի, աղոթքները եղբայրներ կան, որ մտածում են, որ աղոթքը միայն ծնկաչոք։ Եթե ծնկաչոք չի, չէ, վсё, փրկված չէ։ Մեկն է հակառակը, մտածում է, որ պիտի ծովապահությունով եւ ինչ ուզում ես մտածի։ Մարդը փրկվում է, երբ որ Աստծո հետ մտերիմ է։ Եվ իր մտերմությունը գնալով զարգանում է եւ ավելի է մտարմանում, որովհետեւ իրեներ, հենց դժոխքը դրախտի սրանով է տարբեր։ Դրախտում Աստծո հետ մենք շատ մտերիմ ենք լինելու։ Մենք նրա փառքի մեջ ենք լինելու։ Հասկանաք, իսկ դժոխքը գնալով անընդհատ հեռանում է Աստծուց։ Մի եղբայր, այդ եղբայր մի քիչ ունակ, չէ՞ ժամանակ։ Մի եղբայր պատմություն եմ պատմում, մի լավ հովիվ է, մի պատմություն պատմեց, այնքան սիրեցի։
Ասում է մի աղջիկ բերեցին մեր մոտ դիվահարված։ Ինքն էլ նոր հովիվ էր, ինքը շատ ինտելիգենտ, եթե չեմ սխալվում, ինքը ուսուցիչ է եղել ժամանակին, շատ ճանաչված հովիվ է այսօր։ Ասում է եկավ այդ աղջկան բերին, ասում է աղոթեցինք, բան, չազատագրվեց։ Ասում է հիշեցի, որ այն կողքի մի հովիվ կա, այն կողքի փողոցում, ինքը տարիքով հովիվ է, զանգ եմ իրան, ինքը նման բաներով ավելի փորձառու է։ Զանգում է այս եղբորն, ասում է, այսպիսի պատմություն կա, ուզում եմ գամ քեզ հետ իրար հետ աղոթենք, ասում է եկեք։ Վերենք ենում գնում այս աղջկան իր պապայի հետ, գնում են այս հովիվի տուն, տարիքով հովիվի տուն, վերջը երկուսով ժամերով աղոթում են, ոչ մի էֆեկտ։ Այս աղջիկը ինչպես եղել է բռնված, այդպես է մնում է բռնված։ Եվ այս տարեց հովիվն ասում է, մի րոպե ասում է, այստեղ մի տարբերակ կա, սպասի, զանգում եմ իմ օգնականին։ Վերջը զանգում է, ասում է, հիմա կգա ինքը։ Եվ մի քիչ հետո դուռը ծեծում են, եւ դուռը բացվում է, եւ այստեղ սկսում ամենահետաքրքիր պատմությունը։ Եվ երբ դուռը բացվում է, հանկարծ հայտնվում է այդ տեյնակի մեջ մի անձնավորություն, մազերը գզգզված, շորերի վրա այսպիսի լաքաներ, ու վրից շատ ուժեղ ձկան հոտ էր գալիս։ Շատ փնթի տեսքով։ Մի անձնավորություն, բայց ուրախ։ Մտնում ասում է, հովիվ ջան, ինչ ա եղել։ Դե պատմում են ինչ ա եղել, ասում է, խնդիր չկա։ Եվ մոտենում է աղջկան, ասում է, լսի քեզ ինչ եմ ասում։ 1 2 3 ու վերջ էս աղջիկ ազատագրվում։ Էսի շատ իրոք էսի լուրջ մարդու պատմություն է, էսի իրական դեպք է, որտեղ մենակ ինքը չեղել, այդտեղ մարդիկ են եղել։ Եվ այս մարդը, այս հովիվը, որը պատմում է այս պատմությունը, ուղղակի անուններ չեմ ուզում տամ, որպեսզի չմտածեք։ Սա բոլորի հետ կարող է։ Այս հովիվը ասում է, այս փնթին, ուրեմն ես այսքան ինտելիգենտ տղա։ Այս հովիվը, որ այս փնթին եկավ 1 2 այս ինչ մեթոդ է, որ մենք չգիտենք։ Ասում մեջ ինչ է կատարում այս տղը։ Վերջ ասում է, ստեղ չի տալիս, ասում է, պետք է իմանամ այս մեթոդը, այս ո՞նց է որ ես չգիտեմ։ Ասում է, ու սպասում եմ, որ հանկարծ ինքը գնա, ես իր հետ գնամ, ճանապարհեմ ու ճանապարհը իմանամ։ Եվ տեսնում եմ արդեն ուզում է գնա, ասում է, պիտի գնամ, ասում է, թույլ կտակ ես ասում եմ, հա իհարկե եղբայրը սիրով բան, բայց շատ ժպտալիս դա մարդալ։ Երբ որ գնում են, տնից դուրս են գալիս, այստեղից լացելու բան եմ։ Այս մարդը ասում է, կներեք իմ տեսքի համար։ Ասում է, որովհետև ես ունեմ 5 երեխա, իմ կինն է մահացած։ Եվ ասում է, ես կանգնած ձուկ էի պատրաստում իմ երեխաների համար։ Ասում է, եւ իմ հովիվը զանգեց։ Եվ ասում է, ես վազելով եկա այստեղ։ Հա, լացելու է, չէ՞։ Միշտ մարդիկ ասում են, տեսքի նայում են, չի կարելի, չէ՞։ Բայց հետո վերջ ասում է, ես ինքս վատ զգացի, որ մարդու վերջ ապաշխարեցի, ասում եմ, ու հարցնում եմ, ասում եղբայրս, բայց մի հարց էլ է ինձ տանջում էլի, այդ ինչ մեթոդ է, էլի, խնդրում եմ ինձ, ասա ուզում եմ ես էլ։ Ասում եմ, ոչ մի մեթոդ էլ չկա, Աստծո հետ եղիր եւ դա բավական է։ Գիտեք, մտերմություն այնքան կարևոր բան է Աստծո հետ։ Ինքն է վերացնում մեր կյանքից, ամեն շուկ, ամեն հարթեցնում, խաղաղություն։ Այսօր ես մեր մոտ մի քիչ կիսվեցի, համբերություն, ասա համբերություն, ասա ինչքան չի ինձ հերիքում համբերություն։ Անկեղծ եղիր էլի։ Թե ունես լիքը համբերություն, կատարյալ, լիովին համբերություն, կա մեկը որ ունի։ Գիտեք ինչու չի հերիքում մեր համբերությունը։ 10 տարի կարա հերիքի, 20 տարվա հարցեր կան, 10 տարվա, այսօրվա հարցերը 2 տարի չեն համբերում։ Աստծո մարդկանց համբերությունը երբեք չի վերջանում։ Նա լիովին է լինում։ Ինչու՞։ Որովհետև ինքը արտացոլում է Հիսուս Քրիստոսին։ Երբ որ քո համբերությունը հիմնված է միայն քո եսի վրա, նորից եմ ասում, 25 տարի կարա դիմանալ լավ։
բայց մի օր պայթելու է։ Մի օր պորտկվելու է այդ։ Եվ մնացած բաները, ինչքան մեզ չի հերիքում են համբերությունը։ Բայց մենք այնքան բան չենք անում, չենք կարևորում նման բաներ մեր կյանքի մեջ, փոքր բաներ, այն ինչ որ մեզ խանգարում է։ Տարվա վերջա, չէ, լավ է ամփոփել տարի։ Ինչն այն այս տարվա մեջ ինձ խանգարել, որ ես Աստծո հետ ավելի մտերիմ լինեմ։ Ինչն է ինձ համար այս կյանք ավելի խոչընդոտ եղել միշտ։ Նույնիսկ թող կրոնական, նույնիսկ կարա ծառայություն խոչընդոտ համարի, գիտես, մարդիկ կան ծառայության այնքան են հարված, որ իրանք ոչ թե արդեն Հիսուսին են արտացոլում, ներկայացնում, այլ իրանք են ներկայանում։ Դեք երբեք թույլ չտաք, ձեզ դուք ինքներդ ձեզ երբեք թույլ չտաք, որպեսզի դուք անկեղծ մոլորվածներ դառնաք։ Որովհետև անկեղծ մոլորվածների համար այն դժոխքում հայտնվելը շատ հեշտ է։ Ու ոչինչով դու չես տարբերվելու այն նարկոմաններից, այն բաներից, նրանք գոնե գիտեն։ Ասեք, գիտեք ոնց է։ Խոսացել եմ նարկոմանների հետ, ես իրանց հետ շատ եմ բանալ։ Խոսում եմ, իրանք գիտեն, որ իրանք դժոխք են գնալու կամ մեղավոր են, գոնե դա գիտեն, որ մեղավոր են, որ իրանք վատ բան են անում։ Բայց խոսացել եմ հոգևորների հետ, որոնց ընտանիքներում խնդիրներ կա ամուսինների մեջ։ Իրանք չեն ընդունում իրանց սխալը։ Ընդհանրապես չեն ընդունում։ Ու գիտեք, այնքան ճարտարախոս են մարդիկ լինում, գիտությունով լցված են լինում։ Աստծո գիտությունով, բայց սիրտը դատարկ։ Որովհետև Աստված ուզում է տիրի մեր սրտերի մեջ։ Ինքը ուզում է որ մենք իր համար այդ պրոյեկցիան լինենք, որ լույսը մեր միջոցով արտացոլվի այս աշխարհի մեջ։ Եվ մարդիկ քեզ տեսնելով Դավիթ ջան, կներես, էլի մի հարց եմ ուզում։ Ովքեր են ձեզանից, որ կարող են անկեղծ կանգնել իրանց Աստծո առաջ եւ ասեն, անկեղծ լինելով։ Պատասխանեն իրանց համար։ Ինչ չէ, դուք ձեր մեջ։ Քանի հոգի են ձեր կյանքը տեսնելով, ձեզ տեսնելով, ձեր ապրելակերպը, ցանկացել որ եկեղեցուն գան եւ Աստծուն ճանաչեն։ Այդ հարցին պատասխանեք անկեղծ եւ դուք կիմանաք ովքեր եք դուք։ Ես չեմ խոսում հարյուրավոր, հազարավոր մարդկանց մեջ։ Գոնե մի մարդ 10 տարվա մեջ կա, թե չէ։ Ես մի անգամ նոր հավատացյալ տղա եմ, նոր է հավատքի մեջ, նոր նույնիսկ դեռևս հովիվ չէ։ Նոր հավատացյալը լավն եմ։ Ես սիրում եմ նոր հավատացյալներ։ Կարևորը պահպանել այդ բանը, այդ կրակը մեջ, այդ անկեղծությունը։ Մի երիտասարդ եկավ մեր տունը, իր հայրը զանգեց ինձ ուրիշ քայլ ասի, իմ տղես կործանվում է այդտեղ գիշերները փողոցները ընկած եւ այլն։ Իմ ընկերն էր իր հայրը, զանգեցի ասեցի կգաս մեր տուն հաց տեք, ասեց կգամ։ Այս երեխան, այս ջահելը եկա մեր տուն, ես իրան տեսել եմ փոքր ժամանակ, հիմա արդեն մոտ 19 տարեկան տղա էր։ Եվ բերեցի մեր տուն, նստեցինք հաց կերակ Աստծո առաջ խոստովանում, ընդհանրապես Աստծո մասին չեմ խոսած։ Ընդհանրապես։ Բայց որ հաց կերանք վերջացրենք, ինքը նայեց ինձ, մի բան ասեց, ասում է, ես ուզում եմ քեզ նման ապրեմ։ Ասեցի բարի։ Ես առաջ անգամ իմ կյանքում այդ հրաշքը տեսա։ Եվ ասես երկրորդ խոսքը, որովհետև ինքը հաց էր ուտում, որ իր անգերները մեքենայով պետք է գային, իր վերցրել էլի գիշերը գնալ Մոսկվայում իր գործերով։ Ու երկրորդ խոսքը ասում է, իսկ այսօր կարող եմ ձեր տանը մնալ։ Ասեցի, այո, բարի։ Ու հեռախոսն զանգեց, այդ տղաներն ասեց, ես չեմ գալիս, ես վերջը։ Ու հեռախոսը անջատեց գնաց։ Առավոտը այս տղան վեր կացավ, գնաց որ ծխի։ Վազելով հետ եկավ, ու սպիտակ գույնի։ Ասեմ ինչ է եղել, Աննա Վահեր, Նիժնի Նովգորոդից։ Ասեմ ինչ է եղել։ Ասում եմ, չեմ կարող ծխել։ Փարք տիրոջը, հա, ինքը հետո մնաց Աստվածաշնչյան դպրոց, մի տարի մեր տան ապրեց։ Գնաց Աստվածաշնչյան դպրոց ավարտեց եւ այլն։ Ինչի համար եմ սա ասում։ Քանի հոգի են քո կյանքը քեզ նայելով, ասում ուզում եմ քեզ նման ապրեմ։
Կամ քանի հոգի են ասում, այդ ուր ես գնում, որ այդքան լավն ես։ Ես ուզում եմ գամ։ Ցավոք սրտի ես հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր երբ որ մի քիչ շատ ես խոսում, ասում հա մի հավատացյալ եմ ճանաչում։ Սիրտը մի անգամից հասկանում ես, էլ ինչ է։ Դավիթ ջան, պրծակ, չէ։ Նվագողին կանչենք։ Չէ, կներեք, բայց ոչի, չէ՞լի, թող գա, որ ես բան չանեմ։ Այդ իմ արինցիրն է, էլի որ։ Ուրեմն, հա, դե դուք ասես, էլի 5 րոպե։ Գիտեք, ամենացավալի բաներից եմ խոսում, որպես հով եմ, Դավիթ եղբայրս այս բաները ձեզ չի ասում, ես եմ։ Ամենացավալի բանը գիտեք որն է, որ մարդին ուզում ես ավետարանես, ավելի շատ ժամանակ ես ծախսում եմ մարդկանց բացատրելով, որ ես նրանցից չեմ, ես լավն եմ։ Մենք լավն ենք։ Ամենացավալին դա է։ Ավելի շատ ժամանակ ես դրա վրա եմ ծախսում։ Գիտեք, խոնարհությունն էլ է լավ բան։ Մենք խումբ սկսեցինք հայկական երեխաների հետ, մոտ 30 երեխա հավաքեցինք։ Ու մեկը իմացավ, որ մենք բան ենք։ Հայերեն լեզու ուսուցման, вообще ընդհանրապես եկեղեցի հետ կապ չունի։ Մեկը իմացավ, որ մենք հավատացյալներ ենք։ Ինքն էլ բժիշկ աղջիկ էր, հա։ Ու դրեց այդ խմբի մեջ ինչ ասես մեզ ասեց։ Էլ պեդոֆիլներ, էլ սեկտանտներ, ինչ ասես, շան լափը թափեց ինձ վրա։ Ճիշտն ասած, երբ որ կարդացի ասես Տեր ջան, սա քո գործերը։ Շատ փափուկ, շատ համեստ, շատ քաղցր իրան պատասխանեց։ Ինքը վերջում գրեց ասում, դա ես ուղղակի հարց տվեցի։ Դուք այդպեսին եք, ասեմ, ես իմ մտքում էլի դες իրան չեմ գրել, ասեմ, այդ նույնն է որ մարդուն ասում, հո դու էշ չես։ Ասում, ախպեր դե ես հարցում եմ, էշ ես թե էշ չես։ Չեմ ասում էլի էշ ես։ Այդ վիճակն էր։ Հա, վերջը, չեմ ուզում երկարացնեմ։ Ու այդ խումբը մի անգամից այդ 30 հոգուց դարավ 3-4 հոգի, այն մարդիկ, որ մինչև այդ առիթ են ունեցել ինձ հետ շփվել։ Բայց երեք ունեցել եք նորից բան, արդեն 12 հոգի ունի։ Ինչի՞ց է դա գալիս։ Շփվելով։ Լսեք, ամենակարևոր բանը, որ Աստված լինի քո կյանքի մեջ, քո ապրելակերպի մեջ, փողոցում։ Իսկ գիտեք այդ ամեն ինչը, որ հետո մարդիկ իմ համար բան պաշտպանել են, կանգնել են, այդ կնոջի մի բան, քանի բան ասել են, այդ մարդկանց գիտեք ես որտեղից եմ ճանաչում։ Մի օր գնում եմ շուկա, մի հարբած տղա, ձեզ մոտենում է դեմքին, հայ տղա, ու ինձ ասում է, ի՞նչ է։ Ասենք, եղբայրներս ճիշտ կհասկանան, ինչը արան մենակ չասեց, բայց այդ թեման էր, էլի։ Ճիշտ ասած, ես իրան նայեցի, գիտեք, որ Հիսուս քո մեջ է, դու քաջ ես։ Դու չես վախենում։ Ես դժոխքից եմ վախենում։ Աստծուց եմ վախենում եւ դժոխքից եմ վախենում, ուզում եմ հասկանալ։ Այս տղան ու ասելով ու հետ գնաց իմ աչքերիս ա նայում։ Ասում ախպեր, բայց դու սիրուն ես։ Չի ջոկում ինչ ասում, ինքը ոչ թե ինձ ա նայում, այլ Հիսուսին ա տեսնում։ Ուրեմն չեմ ուզում երկար բարակ խոսեմ։ Այս տղային մի հատ բան տվեցի, վիզիտ կա, ասեցի, արի, ես ինչ որ արի, այս ինչ տեղը ես կխոսանք, էլի։ Տենց գնացի, այս խմած մարդը վերակենում գալիս։ Ու ինքը առիթ է դարը այդ քաղաքում ինձ բոլորի հետ ծանոթացնում է։ Ու այս ամեն ծրագրերը իր միջոցով է ստացվում։ Հա։ Ուրեմն այնքան հետաքրքիր Աստծո գործը, Աստված փորձում է մեզ։ Ինչպես ոսկին կրակի մեջ գցելով փորձում։ Եվ մի գիտեք այդ փորձները ոնց են գա, միշտ քո եսն են քո անձին։ Այնքան է կպնելու, որ քո եսից էլ բան չմնա։ Նորից հիշում եմ 5 քարոզներից մեկը Ջոն Բիվերն էր։ Ասում է, պատկերացեք դու մոտենում ես մեռելին եւ հայհոյում ես նրան։ Ինչ կանի այդ մեռելը։ Բերքենա քեստեց։ Իհարկե
Պարս հարց է, ոչ մի բան։ Ինչու, որովհետև մեռել է։ Որովհետև այս ոչ թե հիմա ես եմ ապրում, այլ Հիսուսը իմ մեջ։ Ես մեռած եմ։ Ես չկամ, Հիսուսն է ապրում իմ մեջ։ Լսեք, իսկ ձեզանից որևէ մեկը այն ինչ որ Հիսուսն է լսել եւ այն ինչ որ Հիսուսն է տարել, պատրաստ եք այդ հայհոյանքները։ Մեզ դրա 0.00.1%-ը որ ասում են, մենք նենց ենք բարկանում։ Հեր մեր խառնում իրար, եղբայր, քույր։ Հիսուսին աշխարհի ամենը թքեցին նրա վրա։ Ինչ ասեցին, արեցին։ Վերջում է խաչ հանեցին, տանջելով։ Դու պատրաստ ես։ Որտեղ նա է բնակվում քո ներսում։ Որտեղ ասում եմ նա ով ասես թող լույս լինի եւ լույս ծագեց, նա հիմա ծագեց մեր սրտերի մեջ։ Այդպես է, թե այդպես խոսքը։ Եվ բնակվում է մեր ներսում եւ իր բացարձակ լույսով։ Ով եմ ես, որ հակառակվեմ նրան։ Ով եմ ես, որ թույլ տամ, որ Աստված հակա։ Ինչ հպարտանամ, ասեմ ոնց ես եմ, այդ ինձ ասեցի։ Գիտեք որ երբ որ ես այդպես վերաբերմունք եմ ցույց տալիս, Աստված ինձ հակառակվում է։ Չգիտեիք։ Երբ որ մեկին ծաղրում ենք, երբ որ մեկին վերևից ենք նայում, այդ բանը առակը շատ լավն է, այն աղոթով երկուսը, այն Մաքսավորն ու Փարիսեցին։ Դեք նա ինչ ասում, նա լավ բաներ ասում, ես աղոթում եմ, լավ է աղոթելը ծոմապ, բայց նա համեմատություն ասում, չէ, ասում սրա նման։ Գիտեք, այդ համեմատություն, երբ որ մենք մեզ համեմատ, ուրիշների մեջ եւ նայեք, լավ համեմատություն, օրինակ, ես այսօր այստեղ եմ, ես լիքը բաներ սովորում եմ ձեզանից, Դավիթ ձեր եկեղեցու, փառաբանություն, վայելում եմ, սովորում եմ, Փառք Տիրոջը։ Ես իմ երեխայից սովորում եմ։ Մի անգամ ինձ մի հատ այդ ձեծի սոնցը ոնց էր։ Չէ, այդ երեխերքը հիվանդություն։ Ոնց է դաուն։ Մի անգամ մի դաունով հիվանդ փուճուր երեխա անունը Կատյա։ Ինձ մի հատ դաս ա տվել, որ իմ ամբողջ կյանքում այդ դասը ես ոչ մի աստվածաբանական ինստիտուտներում, ակադեմիաներում ես չեմ կարող դա սովորել։ Նվագողը գա էլի։ Դավիթ եղբայր թող գալի ես երկար չեմ սիրում խոսել։ Թող մի քանի բան մնա մյուս անգամ։ Վերջը։ Գնացինք մանկատուն չէ, այդ երեխաներին պահում են այդ, էլի մանկատուն է, որ ծնողները հրաժարեն, այդ հիվանդ բաց երեխաներ, այդ հիվանդ չեն, իրանք լավն են, այդ սիմպտոմը, դաունի սիմպտոմը։ Երբ որ մտանք խմբով եկանք, դες հովիվը միշտ կարևոր է, ու ես եմ ասում նեղ ռուլի տան, մտնում ենք, հնդիր չկա։ Հենց մտակ այդ սենյակ, սաղ երեխերք ինչքան երեխա կա, մոտ 10 երեխա, սաղ վազեցին դեպի ինձ, և քաշում էին ինձ, ոյ մարդես ինչ է կատարում, եղբայրները, քույրերը, այսօր մեր եկեղեցում են, բոլորը տեսան այդ ամեն ինչ, բոլորը սառած չենք հասկանում, ես ինքս սառած, ինչ է կատարում, խի են ինձ վրա հարձակվող, կարող ջոգել եմ, որ հովի ես եմ, իմ օծությունը շատ է, վերջը քաշին տարան, մի աթորի տարան նստացրին ինձ, փորձում են բարձանալ իմ գոքին, բայց մի աղջիկ շատ ավելի շուստր էր, անունը Կատյա էր, հետո իմացա, ինքը թռավ իմ գոքից նստեց, ինքը որ իմ գոքից նստեց, մնացածը մի քիչ հանգստացան արդեն, որովհետև արդեն զբաղված էր իմ գոքը, վազեցին ուրիշների հետևից, իրանց այդ ուշադրությունն է կարող, բայց այս աղջիկը մի հետաքրքիր բան ասաց, աղջնակը, ինքը երբ որ նստեց իմ գոքին, ես մտածում եմ, Աստված ջան, իմ այս երեխան ես ուզում եմ սիրում եմ, բայց այս երեխան ես ձեռը բարձրացրեց դրեց իմ գլխին։
իր թաթիկները public փուչուր, թաթիկները։ Հենց դրեց գլխից, մի անգամից ես հալվեցի, որովհետև զգացի, որ դա տիրոջ դերք։ Եվ սկսեցին շոյելը։ Եվ ամեն մի շոյելուց ես հալվում ես, ես փուչուրանում եմ։ Կարծես թե ինքը այդ փուչուր բալիկ էր, ես դարել եմ մի մրջունի չափ։ Հալվեցի, ասեցի Աստված հերիքա, որ ցե շարունակի բան չի մնալ։ Ու հո չենք լացում, ժողովուրդ մերոնք սա կանգնած այդ process-ը նայում էին։ Աստված ասում է, այս է սերը, որ իրանք սիրել են։ Նման դասեր միայն մարդ կարա ունենա, երբ որ Տիրոջ հետ մտերիմ ես, Աստծո հետ մտերիմ ես։ Այդ չեմ ասում, որ սխալներ չկա, եկեք ինչքան սխալներ ունեմ, որ պատմեմ մյուս անգամ չեք հրավիրել։ Լիքը սխալներ ունեմ, բայց ամեն անգամ սխալվելուց, ամեն անգամ մի բան այս չանելուց ասում եմ, Տեր կներ, ներողություն խնդրում եմ ինձ, այս հեռացրու իմ կյանքից եւ ամեն ինչ ջանք անում եմ, որպեսզի այդ բանը էլ չկրկնվի։ Որովհետեւ Աստված գրված է, որ փրկում է, ուզում եմ այդ պահը կարդանք։ Երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ 9-10։ Տեսեք, ասում է, մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը։ Խնդրում եմ, սա շատ կարևոր է։ Մենք գիտակցում ենք, որ մենք արժանի ենք մահվան։ Այդպես էր, թե չէ։ Սա է ապաշխարության սկիզբը։ Իմիջիալից գերեզմաներում քարոզել այնքան լավ է։ Որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։ Նա է, որ այսպիսի մահից փրկեց մեզ ու դեռ փրկում է։ Ամեն օր նա խավարից փրկեց, բար դեռևս նա մեզ փրկում է մահվան ստվերներից ամեն օր։ Որովհետև այնքան ստվերներ կան իմ քո կյանքում, այնքան խանգարող հանգամանքներ կան, որ ստվեր են գցում, եւ դա մահվան ստվերն է։ Դա դժոխքային ստվեր է, դա Աստծուց չէ, որովհետև Աստծո մեջ ինչ չկա։ Ստվեր չկա։ Շուք չկա նրա մեջ։ Նա բացարձակ լույս է։ Ով սիրում է Աստծուն, նա լույսի մեջ է քայլում։ Չէ՞։ Որովհետև մենք լույսի զավակներ ենք։ Աստծո խոսքն է։ Ժողովուրդ ջան, այս բառերը ուղղակի հիշեք, միշտ լինելու են, այո, ստվերներ կան, իմ կյանքում կան, ձեր կյանքում, բայց Աստված կենթանի է։ Նա այսօր էլ մեզ փրկում է, նա այսօր էլ մեզ չի թողել, նա այսօր էլ մեզ օգնում է։ Պետք է մենք անկեղծ լինենք, բաց լինենք Աստծո առաջ։ Եվ մի բան էլ մի հորդորել էլի։ Ամեն զիրթիզիբիլ մի նայեք այդ տելևիզոր։ Շատ հետևողական նեղեք։ Թեկուզ դա հոգևոր գեղեցիկ կեցվածք ունեցող մի բան է։ Գրում են, չէ՞, այսօր գիտեք ինչն է, այն վերնագրերը, շատ ուժեղ վերնագրեր են դնում, բայց մեջը նյութ չկա։ Մեջը խորություն չկա։ Մեջը հանդիմանող, խրատող մի բան չկա։ Գիտեք մի բան ասեմ, միշտ հիշեցեք, ես ոնց եմ հասկանում, որովհետև կա Աստված, որը բացարձակ սուրբ է, եւ կամ ես, որը բացարձակ սուրբ չէ։ Եվ երկուսից մեկը պիտի փոխվի, որ իրար նմանվենք։ Դե հիմարություն կլինի մտածել, որ Աստված պիտի փոխվի։ Չէ՞։ Այսինքն ես պիտի փոխվեմ։ Հիմի կամ պիտի դիտի ընդունեմ, հնազանդվեմ, խոնարհվեմ, այդ ճանապարհով գնամ, կամ էլ չէ։ Շատերը գալիս են ասում են, Աստված բարի է, այո, բարի է, բայց սխալ է նման ձև ասել։ Որովհետև եթե դու ասում ես բարի, իրան հակադրում ես չարությունը նաև։ Աստված չարություն չունի։ Այդ պատճառով ինքը չի կարա բարի լինի, որովհետև ինքը բացարձակ բարի է։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Այսինքն ոնց որ ասես Աստված լույս է, այո, բայց
չես հակադրում խավարին։ Խավարը դա ընդհանրապես լույսի բացակայությունն է։ Չկա լույս խավարը։ Սա շատ կարևոր է մեր կյանքի մեջ որ հասկանալ։ Ու ես պիտի ամեն օր այդ փրկությունը ընդունեմ իմ կյանքի մեջ։ Հանկարծ չլինեմ անկեղծ մոլորված։ Անկեղծ մոտ ես ինքը անկեղծ հավատում եմ, որ ինքը փրկված է, բայց իրական փրկված չի։ Երբ որ իրան դեմ ես տալիս, երանի թե Աստված մեր տների մեջ, մեր որտեղ մենք բնակվում ենք։ Ես մի օր այդ տանիքը բացվի եւ դու տեսնես, որ Աստված երկնքից քո տան մեջ է։ Եվ այդ ժամանակ հասկանաս ով ես դու։ Այդ եկեղեցում սաղ սուրբ են գեղեցիկ սիրուն։ Տան մեջ նայ ով ես դու։ Գիտեք որ դու ինձ տանիքները եւ ինչքան ուզում ես ծածկի մեկ այնք տեսնում ով ես դու։ Այդ մենք եք մտածում որ ինքը չի տեսնում։ Իմիջիալից ավետարանն էլ է տանիքը բացում։ Այն 4 ընկերները Հովանես Ոսկեբերանն ասում է այն 4 ընկերները որ հիվանդին բերեցին տանիքով Հիսուսի մոտ, դա այդ 4 ավետարաններն են, որ քեզ բերում են Հիսուսի մոտ, որպես հիվանդ։ Բժշկի մոտ են բերում։ Տերը օրհնի ձեզ։ Լավ ժամանակը ամփոփել տարվա եւ որոշել, որովհետեւ հիշեք միշտ, այս տարին է կփոխվի, նոր տարի կսկսվի։ Բայց մի օր կգա այս աշխարհի վերջը։ Եվ ինչպիսին Աստված ինձ ու քեզ կգտնի այդ օրը։ Երբ որ օրը գա, մանավանդ ես գիտեմ, որ ինչքան մարդ տարիքով է, ինչքան փորձառու է լինում, այդ իր փորձառությունը, մանավանդ հոգևոր փորձառությունը շատ է խանգարում մարդուն փոխվելու։ Շատ կարծրացություն է դառնում։ Ջահելներին փառք Տիրոջ, իրանք ավելի հեշտ են, իրանք բաց են։ Խնդրում եմ շատ ու շատ իրեք քննեք ձեր սրտերը։ Աստված ողորմած, Աստված բարի է, Աստված լավն է։ Մենք էլ լավը լինենք Աստծո համար։ Տերը օրհնի ձեզ։ Տանենք աղոթեք, հա դարձա։ Տեր շնորհակալ ենք, փառք ենք տալիս քեզ։ Ներիր մեզ, որ երկարացրեցինք։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, օրհնյալ լինեն քո ժողովուրդը Տեր։ Քո երեսը փնտրողները Տեր թող քեզ գտնեն։ Փայլի քո երեսը մեր բոլորի վրա իմ Աստված։ Քո բացարձակ լույսը թող ծագի մեր ներսում։ Եվ ոչ մի խավար, ոչ մի շուկ, ոչ մի ստվեր այլևս չմնա մեր կյանքի մեջ։ Ամեն օր դու բացահայտի այդ ստվերները եւ քո սքանչելի լույսով լուսավորի։ Փոխիր մեզ։ Թող մենք անկեղծ լինենք ոչ թե մոլորությունների համար, այլ անկեղծ լինենք եւ բաց լինենք քո խոսքը եւ ճշմարտությունը ընդունելու համար, որը զորություն ունի, ուժ ունի փոխելու մեզ։ Թող ամեն մի քո խոսքը երկնքից պարարտ հող գտնի եւ պտղաբեր լինի մեր կյանքերի մեջ։ Շնորհակալ եմ իմ Աստված, օրհնիր այս եկեղեցին, օրհնիր այս փառաբանությունը Տեր, թող մեր աղոթքներն ու մեր երկրպագությունները մինչև երկինք հասնեն։ Եվ մեր ականջներին մեր խոսքերը ավելի մոտ լինեն։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Տիրոջը։